Մայիսի 5-ին Հայաստան Եվրամիության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կուշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, ներքին գործերի նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանն է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։ Զեկույցում մասնավորապես ասված է. Հայաստանի իշխանությունները վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով ակնկալվող բարեփոխումների իրականացման հարցում ամուր քաղաքական հանձնառություն են ցույց տվել, չնայած այն հանգամանքին, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն Հայաստանին է փոխանցվել միայն վերջերս, բազմաթիվ բարեփոխումներ կամ արդեն իսկ նախաձեռնվել են, կամ ծրագրվում են Հայաստանի իշխանությունների կողմից։ Գործողությունների ծրագրի տրամադրումից կարճ ժամանակ անց Հայաստանի կառավարությունը ներքին գործերի նախարարության համակարգման միջոցով արդեն իսկ նախաձեռնել կամ ծրագրավորել է պահանջվող օրենսդրական եւ քաղաքական փոփոխությունների զգալի մասը, իսկ փաստաթղթերի անվտանգության եւ միգրացիայի կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներն այժմ գտնվում են զարգացման առաջանցիկ փուլում։ Զեկույցում մանրամասն նկարագրվում են Հայաստանի կողմից գործողությունների ծրագրի 4 ուղղություններով ձեռնարկված նշանակալի քայլերն ու գրանցած առաջընթացը։ Կնքվել է պետություն մասնավոր գործընկերության պայմանագիր կենսաչափական նույնականացման համակարգի արդիականացման նպատակով, ինչը կապահովի առաջիկայում թողարկվելիք անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված ամենաբարձր չափանիշներին։ Բացի այդ, 2025 թվականի հուլիսին Հայաստան ընդունել է բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենքը, որը թույլ կտա ստեղծել բնակչության միասնական եւ անվտանգ էլեկտրոնային ռեգիստր, որը եւս էական առաջընթաց է տվյալների հավաքագրման եւ օգտագործման հարցում։ Հայաստան ակտիվորեն մշակում է սահմանների համալիր կառավարման 2026-2029 թվականների ռազմավարությունը։ Հայաստան առաջընթաց է գրանցել նաև մի շարք ծառայությունների թվայնացման գործընթացում։ Մասնավորապես 2026 թվականի հունվարից գործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։ Ընթացքի մեջ է նաև օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի եւ կացության թույլտվությունների ընթացակարգերի ամբողջական թվայնացումը։ Փախստականների եւ ապաստանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը եւս անցել է միջգերատեսչական համաձայնեցման փուլը եւ ներկայումս գտնվում է վերջնականացման գործընթացում։ Հայաստանը շարունակում է ամրապնդել համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների եւ ոչ ԵՄ երկրների հետ հետընդունման ոլորտում։ 2018 թվականից հետո Հայաստանը զգալիորեն ուժեղացրել եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցրել է իր հակակոռուպցիոն իրավական եւ ինստիտուցիոնալ համակարգը։ Հայաստանի կողմից հանցավորության կանխարգելման 2026-2033 թվականի ռազմավարության մշակման մեկնարկը փաստում է Հայաստանի հանձնառությունը ապացույցների վրա հիմնված քաղաքականության, ինստիտուցիոնալ համակարգման եւ նպատակային կանխարգելիչ միջոցառումների միջոցով ամրապնդելու հանցավորության կանխարգելման կարողությունները։ Թրաֆիկինգի դեմ պայքարի նոր գործողությունների ծրագիրը ընդունվելու է 2026 թվականին եւ այդ ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի ավելացումը նույնպես դրական է գնահատվել Եվրոպական միության կողմից։ Եվրոպական կողմը դրական է գնահատում նաեւ անձնական տվյալների պաշտպանության նոր եւ անկախ մարմնի ստեղծումը, որի գործունեությունը համահունչ կլինի անձնական տվյալների պաշտպանության եվրոպական սկզբունքներին եւ լավագույն փորձին։ Հայաստանն այժմ մշակում է խտրականության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին օրենքը եւ ազգային փոքրամասնությունների մասին օրենքը, դրանք համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին։ Բացի այդ, Հայաստանը 2025 թվականին ընդունել է երեխաների իրավունքների վերաբերյալ նոր օրենսդրություն, բռնությունից եւ շահագործումից պաշտպանության առավել համապարփակ շրջանակ ապահովելու համար։ Ողջունելով դրական դինամիկան, Եվրոպական հանձնաժողովը շեշտել է, որ առաջընթացի գնահատումը կատարվում է բացառապես արդյունքահեն մոտեցմամբ եւ պայմանավորված է բոլոր հենանիշների արդյունավետ եւ հետեւողական իրականացմամբ։ Զեկույցում ներկայացված են նաեւ առաջարկություններ, որոնք կոչված են օժանդակելու Հայաստանին արձանագրված բացերը լրացնելու հարցում։ Հանձնաժողովը շարունակելու է հետևել գործողությունների ծրագրով սահմանված բոլոր հենանիշների կատարմանը Եվրոպական միության անդամ երկրների փորձագետների աջակցությամբ եւ այս նպատակով առաջիկայում Հայաստանում կկազմակերպվեն լրացուցիչ գնահատման առաքելություններ։ Արձանագրվել է նաև, որ Եվրոպական միությունը հավատարիմ է մնում Հայաստանի բարեփոխումների ջանքերին աջակցելու գործին, տրամադրելով հատուկ տեխնիկական եւ ֆինանսական օգնություն, մասնավորապես Հայաստանի համար նախատեսված դիմակայունության եւ աճի ծրագրի շրջանակներում։ Վերլուծելով գործողությունների ծրագրի առաջին խումբ հենանիշների շրջանակներում Հայաստանի իրականացված բոլոր քայլերը, Եվրոպական հանձնաժողովը եզրահանգել է, որ փաստաթղթերի անվտանգության, սահմանների, միգրացիայի կառավարման եւ ապաստանի ոլորտներում Հայաստանը ծրագրի իրականացման առաջանցիկ փուլում է, իսկ հանրային անվտանգության եւ հիմնարար իրավունքների ոլորտներում լավ առաջընթաց է արձանագրել։ Գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հայտարարությունների ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է.
Վիզաների ազատականացումը գերակայություն է, որը կարևորվում է հայ ժողովրդի կողմից, քանի որ մենք ուզում ենք իրար մոտեցնել մեր ժողովուրդներին։ Հաճույքով ներկայացնում ենք առաջին առաջընթացի զեկույցը։ Շնորհավորում եմ, քանի որ այն խիստ դրական բնույթ ունի։ Նախորդ տարվա նոյեմբերից ի վեր կատարվել է արդյունավետ աշխատանք եւ կա արձանագրված առաջընթաց։ Մենք միանգամայն վստահ ենք, որ գործընթացը հաջողությամբ կշարունակվի եւ կհասնի իր նպատակին։